բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, ես սրտանց ողջունում եմ իմ հավատարիմ հեռուստադիտողին, մեծ սիրով, ուրախությամբ, ինչպես միշտ դրական էներգիայով լեցված, ուզում եմ, որ ձեր առավոտը անցնի բարի սիրելիներս։ Առաջարկում եմ այս պահին մի լավ տեսահոլովակով արթնանանք ու շարունակենք եթերը։ Հավաքեցինք ուժ, գուցե նախաճաշեցինք, իսկ ոմանք ուզում են տանից դուրս գալ ու մտածում են, թե ինչ հագնել այսօր։ Այս հարցի պատասխանները վստահաբար կտա նորաձևության թագուհին, պրոֆեսիոնալ մարդ, ում հետ կարող ենք քայլել նորաձևության հետքերով։ Գնացինք Նաիրա Հարությունյանի հետ բացահայտելու նորաձևությունը։ Ողջույն, ձեզ հետ ես եմ Նաիրա Հարությունյանն եւ օրվա հարցը ինչու ենք մենք այսքան հաճախ նայում աստղերին եւ կրկնում նրանց ոճը։ Պատասխանը այսօրվա եթերում գնացինք միասին բարձելու։ Պատասխանը հոգեբանության մեջ է։ Մարդը իր բնույթով հակված է ընդօրինակման։ Սա միջոց է ավելի արագ ադապտացվելու, յուրային զգալու եւ սոցիալական ազդակները հասկանալու համար։ Երբ մենք տեսնում ենք հաջողակ, գեղեցիկ, ինքնավստահ մարդու, մեզ թվում է, որ նրա ոճը ընդունելով մենք կմոտենանք նաև նրա ապրելակերպին։ Հայտնիները դառնում են մի տեսակ ուղենիշներ։ Օրինակ Հեյլի Բիբերի ոճը կրկնօրինակում են իր պարզության եւ թանկարժեք բազայի համար, իսկ Քիմ Քարդաշյանի կերպարները իրենց տպավորչության եւ ինքնավստահության համար։ Այսօր նրանք մոդայի աշխարհում ամենաշատ կրկնօրինակվող կերպարներն են, որովհետև ձևավորվում են տեսողական թրենդեր, որոնք հերթությամբ տարածվում են զանգվածային շուկայում։ Բայց արդյոք պետք է կրկնօրինակել։ Մի կողմից այո, սա հիանալի միջոց է գտնելու սեփական ոճը, հատկապես եթե նոր ենք սկսում հասկանալ մոդան։ Սա ներշնչանք է, դիտողական փորձ եւ արագ ուղեցույց։ Ինչն է այժմ արդիական եւ ինչպես այն կրել։ Մյուս կողմից կան նաև բացասական կողմեր։ Լիարժեք կրկնօրինակումը ջնջում է անհատականությունը, ավելին, ոչ ամեն ինչ սազում է հայտնիներին կաշխատի առօրյա կյանքում, տարբեր են կենսակերպերը, կազմվածքը, միջավայրը, արդյունքում կարելի է ոչ թե ոճային, այլ անտեղի տեսք ունենալ։ Ինչու ենք դա անում։ Բացի հաջողակ մարդկանց նմանվելու ցանկությունից, կա նաև պատկանելիության գործոնը։ Ոճի միջոցով մենք կարծես ասում ենք ես թեմայի մեջ եմ, հասկանում եմ թրենդերը, ես այս աշխարհի մի մասն եմ։ Եզրակացությունը պարզ է, կարելի է կրկնօրինակել, բայց գիտակցված։ Ավելի լավ է ամբողջությամբ չկրկնել կերպար, այլ ադապտացնել, վերցնել գաղափարները, սիլուետները, համադրությունները եւ անցկացնել դրանք սեփական ֆիլտրով, որովհետեւ իրական ոճը պատճեն չէ, այլ մենախոսություն։ Դե ինչ, հասկացանք, որ ինչքաներ կարող ենք կրկնել միևնույնը, լավ կլինի, որ ոճը լինի միայն մերը եւ հարմար լինի մեր տեսակին։ Այսօր այսքանն էր։ Ձեզ հետ Նաիրա Հարությունյանն էր։ Մնացեք բարով։ Վերադարձանք տաղավար եւ միշտ ուրախանում եմ, երբ իմանում եմ, որ մեզ մոտ Հայաստանում երիտասարդները ֆիլմ են արտադրում, ստեղծում ու արարում։ Առաջարկում եմ այս պահին դիտել տեսանյութ, որից պարզ կլինի, թե ովքեր են մեր հյուրերը եւ ինչ նոր ֆիլմի մասին ենք զրուցելու։ Անդո ջան, չասեցիր, այդ տուրիստ երեխեն ով է։ Ծորը տատար ջան։ Տղեսա։ Ոնց թե քո տղեն է։ Ես հայտնի դերասան եմ, Հենդի Բաբայան։ Ես խաղում եմ ռոմանտիկ ֆիլմում։ Ինդագանը նշեն, մասով Ինչ է կատարվում այստեղ։ Դուք Սեմի հայրն եք։ Այրում այդերի։ Здравствуйте։ Տղայա, չէ։ Մենք ունենք նոր աշակերտ, Սեմ Բաբայան։ Այ վայցս քոն։ Ի տարբերություն քեզ ես գնացի ծառայացի։ Ու հենց բանակում հասկացա, որ ես կյանքի պետք է մի քիչ պատասխանատվությամբ մոտենալ։ Բրավո։ Բրավո։ Անգլիչ գրակ է։ Հենդի երեխեն ուր է։ Sam, can you hear me? Քո կյանքն է դժվար, թե 8 տարեկան երեխու որ որբ մնաց։ Ես չեմ կարող լավ հայր լինել իր համար։
Ժամանակով կատուն ճոնն էր, շունը գլխին գդակ չուներ։ Եվ այսպես հենց վաղը ապրիլի 29-ից մեծ էկրաններին կլինի «Օպա Պապա» ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է նորաստեղծ Zero Studios ընկերության կողմից եւ ֆիլմի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ «Օպա Պապա» ֆիլմի ռեժիսոր Գոր Գրիգորյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եվ դերասան Միկա Սամսոնյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ տղաներ, որ այս առավոտ իմ տաղավարում եք եւ խոսելու ենք նոր ֆիլմի մասին ու առհասարակ նոր կազմակերպության ստուդիոյի մասին, որ ֆիլմ է արտադրում։ Մի քիչ պատմեք մանրամասներ, ինչպես ցակեց գաղափարը ստեղծելու ստուդիոն, որն էլ հետո կարտադրեր ֆիլմը։ Ստուդիոյի Zero Studios-ի հիմնադիրները Գոր Օրդուխանյան եւ Արմեն Գրիգորյան, Գոր Օրդուխանյանը իմ մտերիմ ընկերն է, Արմեն Գրիգորյանը հարազատ եղբայրս, ոնց որ ես իրենց ծանոթացրել եմ, ստեղծվել է Zero Studio-ն։ Ֆիլմ անելու նպատակ միշտ եղել է, ճիշտն ասած, ու ոնց որ արդեն երբ ժամը հասկացանք արդեն ժամանակն է, երբ բոլորիս ուժերը կարող են գումարել այս պահին, հասկացանք, որ կարող ենք, սկսեցինք աշխատանքները եւ արդեն ավարտել ենք ապրիլի 29-ից բոլոր կինոթատրոններում կլինի, այսինքն վաղվանից։ Այդպես արդեն ավարտել ենք աշխատանքները եւ հուսով ենք հանդիսատեսին դուր կգա։ Ինչ հետաքրքրություն ունի ֆիլմը, սցենարը, ինչ կերպար եք կերտում դուք, ոնց ստացաք առաջարկը։ Առաջարկը ստացա Գորը իմ մտերիմ ընկերն է, ով ինձ առաջարկեց նկարանվել, ես առանց երկմտելու համաձայնվեցի, քանի որ կերպարը նկարագրելուց հետո ես միանգամից հասկացա, որ դա իմն է, հայ արդար գյուղացու կերպար, իսկ մնացածը կարծում եմ արդեն ֆիլմը դիտելուց հետո պարզ կլինի, բավականին զվարճալի, հետաքրքիր եւ ընտանեկան մթնոլորտով ֆիլմ է։ Այնպես չի, որ մենք Հայաստանում մեծ ֆիլմ արտադրություն ունենք, հետաքրքիր է ոճային ընտրությունը ինչպիսին է, կատակերգական է, ով է սցենարի հեղինակը, ինչպես միտք ծագեց ինչի մասին ֆիլմ նկարել։ Սցենարի հեղինակները Ռաֆել Ջալալյան, Տիգրան Գալստյան եւ Վարուժան Գալթակյան։ Գաղափարի հեղինակը մենք ենք, մեր production-ն է, մենք գաղափարը ունեցել ենք, առաջարկել ենք իրենց տղաներին գրեն, գաղափարը իրենց շատ է դուր եկել եւ նրանք շարունակել են ոնց որ մեր իդեան բացել եւ սցենար են սարքել։ Առաջի հարցը կհիշեցնենք, որ խնդրեմ։ Թե արդյոք ինչն է այսօր պակասում ֆիլմ արտադրության մեջ եւ ինչ ուղղություն եք ընտրել։ Մենք ընտրել ենք ուղղությունը, փորձել ենք ամեն մի կադրի մասին երկար մտածել, այսինքն մեր ուղղությունը ուղղակի որակն է, նորմալ աշխատանքը, օգտվել ենք շատ համաշխարհային ռեժիսորների, ֆիլմ արտադրողներից, այսինքն մենք փորձել ենք անել մեր մաքսիմումը, ամեն ինչ փորձել ենք մտածել եւ մեր հաջողության գրավականներից մեկը այն է, որ մենք անձնակազմը շատ երիտասարդ էր եւ բոլորը այսպես sense ոնց որ էնտուզիազմով էին մոտենում գործին, կարծում եմ դա էկրաններին կերևա, հանդիսատեսը կնայի ավելի կասի, մենք մեր ամբողջ ծերը թողել ենք այդ նկարահանումների հրապարակներում։ Դուք տվեցիք իմ հաջորդ հարցի պատասխանը, ուզում եմ իմանալ ամբողջ խումբը երիտասարդներ են արդյոք թե ոչ։ Ինչպես է քաստինգը անցկացրել, ինչպես են ընտրվել մյուս դերասանները, նոր դեմքեր ենք բացահայտելու ֆիլմի։ Այո, գլխավորությամբ Միկա Սամսոնյանի կանելի ֆիլմում դեբյուտներ, Միկանի դեպ շատ լավ կատարած իր աշխատանքը։ Ես համենայն դեպս որպես ռեժիսոր շատ գոհ եմ, շնորհակալություն Միկա։ Շնորհակալ։ Ինչ հաճելի։ Կանելի կինոդեբյուտներ, Գոժ Յանոքյանի կինոդեբյուտներ, էլի շատ լավ ստացվեց, հանդիսատեսը դե կասի իր կարծիքը, իսկ ավելի փորձառու կինոյում փորձառու մարդկանցից գլխավոր հերոսը, գլխավոր դերասանը Արսեն Գրիգորյանն է։ Դե բոլորս գիտենք Արսենի տաղանդը, ֆիլմում շատ լավ երևում է։ Խաղում են ֆիլմում խաղում է Նարեկ Դուրյանը, Հրանտ Թոխացյանը։ Իդեպ Նարեկ Դուրյանն ու Հրանտ Թոխացյանը անվճար են համաձայնել խաղալ ֆիլմում։ Հրաշալի, եկեք ողջունենք նրանց։ Ես սավառ օրինակ է, երբ արդեն վաստակաշատ դերասանները ընդառաջ են գնում երիտասարդներին եւ համաձայնում հայտնվել նրանց ֆիլմում։ Այո։ Գլխավոր դերասանուհու կերպար աղջիկ Հռիփսիմե Նահապետյան, տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի ստացավ արտավազդ մրցանակը։ Երեխան Ռաուլ Կոնդե Մորիսը իր դեբյուտն էր եւս եւ երեխան հրաշալի կատարեց իր դերը։
Հրաշալի, ինձ մնում է միայն իսկապես շնորհավորել ձեզ։ Ուզում եմ հասկանալ այսօր երիտասարդներին առհասարակ հեշտ է աշխատել, թե շատ բարդությունների առաջ եք կանգնում։ Չէ, հեշտ է, ամեն ինչ շատ հեշտ է դարձել ինձ թվում է, քան ավելի առաջ էր, առաջ չեմ աշխատել, բայց մեզ հեշտ է տվել։ Մենք սիրում ենք մեր գործը, որ սիրով ենք մոտենում, ամեն ինչ հեշտ է ստացվում, այսինքն մենք չենք գնում աշխատանքի, մենք գնում ենք ոնց որ մեր հոբիով զբաղվելու եւ դա մեզ ստեղծում է, որ համ աշխատանքի, համ հոբի, այսպես ասած։ Ասում եմ, եթե ուզում ես առանց աշխատելու գումար վաստակես, զբաղվիր քո սիրելի գործով։ Այո, շատ լավ է ասել։ Ով ասել։ Այսպեսի մի հարց տամ, ինչու պիտի դիտեն այդ ֆիլմը։ Ինչու պիտի դիտեն, քանի որ շատ ջեր մթնոլորտ է եւ կարող եմ ասել, որ նման աշխատանք, նման կադրեր հայկական կինեմատոգրաֆում կարծում եմ դեռ չի եղել։ Չէ, եղել է, մի քիչ համեստություն անեմ, եղել է, չէ, լավ, մենք կինո բան։ Դե չեմ նայել։ Հա, դե ուղղակի ես կարող կինո չեմ նայել։ Բայց կարծեմ չի եղել։ Շատ։ Ինչու պետք է դիտել։ Լավ էմոցիաներ կստանան, վստահ եմ, որ մարդիկ կարող են գնալ ընտանիքներով, երեխաների հետ ու բոլորին խորհուրդ է տրվում, լավ էմոցիաներ վստահորեն կստանան, կհուզվեն ինչ-որ տեղ կծիծաղեն, այսինքն ամբողջությամբ ինքը կատակերգություն չէ, ժանրը դրամեդիա է, կատակերգական դրամա, եւ մենք թիրախավորել ենք, այսինքն բոլոր խմբերին, երեխաներից մինչև մեծահասակներ, սիրով բոլորը կուզեն նայեն հայ հանդիսատեսը եւ քանի որ մենք արել ենք մեր բյուջեով, այսինքն մենք ընկերներով ենք արել այս ամեն ինչը, կուզեմ գնան աջակցեն երիտասարդ սերունդին, իդեմս մեզ, եւ որպեսզի մենք ստեղծենք նոր ֆիլմեր եւ ավելի որակով գործեր անենք ու գնանք գրավենք ամբողջ աշխարհը, բերենք ստեղ։ Հրաշալի։ Սիրելի հեռուստադիտողներ, այս այն վառ ապացույցն է, որ երբ երիտասարդները ունենում են նպատակ, ունեն լավ ընկերություն, համախոհներ, որոշում են ստեղծել ու արարել, դա ստացվում է։ Ես էլ առաջարկում եմ ձեզ, երբեմն երբ հարց է ծագում, այ ինչպես աջակցենք եկող սերունդին, ինչպես անենք, որ նրանց ճանապարհը հեշտ հարթ լինի ու լավ լինի, խնդրեմ աջակցելու տարբերակներից մեկը ապրիլի 29-ից վաղվանից սկսած ձեռք բերել տոմսեր, գնալ դիտել Լեոպա ֆիլմը, ձեր ձեռք բերած տոմսով արդեն իսկ աջակցեք երիտասարդներին, նրանք կողքեվորվեն, որ ֆիլմը ունի լավ դիտումներ եւ կսկսեն աշխատել ու ստեղծել նոր ֆիլմեր։ Հետպես կզարգանա մեր երկրում նաեւ ֆիլմարտադրությունը, նոր խոսքը, նոր ոճը, նոր ձեռագիր է, որտեղ կտեսնեք նաեւ նոր դեմքեր, չկրկնվող ու պրեմիերաներ, ինչպիսներ մի կան այս պարագայում որպես դերասան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել։ Այսօր ապրիլի 28-ն է, ձեր ծննդյան օրը, շնորհավորում եմ ձեզ։ Եվ սիրով հրավիրում եմ վաղը պրեմիերային, հուսով եմ կգաք, կսպասենք ձեզ այնտեղ։ Ձեզ մաղթում ենք անխափան եթերներ, միշտ երջանիկ լինեք, այսպես բարի եւ դրական էմոցիաներով լի։ Անսահման շնորհակալ եմ, ինձ համար էր հաճելի, որ ծննդյանս օրը այսպիսի նվեր ստացա երիտասարդների կողմից լավ նոր ֆիլմ, Օպա, ապա։ Գնացեք ու դիտեք իմ հյուրերն էին ֆիլմի ռեժիսոր Գորգ Գրիգորյանը, որ արել է յուրահատուկ կադրեր, դերասան Միկա Սամսոնյանի համար։ Շնորհակալություն այնչափ, որ այս առավոտ ինձ հետ եք, սիրելիներս գնացեք եւ դիտեք ֆիլմեր Հայաստանում երիտասարդների կողմից արված այսօրվա եթերն այսպիսին էր։ Գնացեք բարով։ Անդո ջան, չասեցիր, այդ տուրիստ երեխեն ով է։ Ծորը տատար ջան։ Տղես է։ Ոնց թե քո տղեն է։ Ես հայտնի դերասան եմ, Հենդի Բաբայան։ Ես խաղում եմ ռոմանտիկ ֆիլմում։ Ինդականը նշեն, մասհոկա կար, մասհոկա։ Ինչ է կատարվում այստեղ։ Դուք Սեմի հայրն եք։ Այրու my daddy։ Здравствуйте։ Տղայա, չէ։ Մենք ունենք նոր աշակերտ, Սեմ Բաբայան։ Այ վայթս քո։ Ի տարբերություն քեզ ես գնացի ծառայացի։ Ու հենց բանակում հասկացա, որ ես կյանքի պետք է մի քիչ պատասխանատվությամբ մոտենալ։ Բրավո։ Բրավո։ Անգլիզ կրակե։ Հենդի երեխեն ուր է։ Սեմ,
Can you hear me? Քո կյանքն է դժվար, թե այն 8 տարեկան երեխու, որ որբ մնաց։ Ես չեմ կարող լավ հայր լինել իր համար։ Ժամանակով կատուն ճոնն է, շոնը գլխին գդակ չուներ։